Ինչից են նրանք վախենում։ Ինքը գիտի, որ ինքը չի կարողանում 8 միլիարդով կարելի է Հայաստան մի քանի տակ ասֆալտա պատել, ռոտնա մեղավոր, որ վատ է քայլում, վատ կոշիկներով է քայլում, իրենք լավ գիտեն իրենց գլխի գալիքը։ 18+։ Այո, 18+, հարաբերս էական չէ, օլիգարխի ցուցակում կա թե չկա։ Խաղաղություն է, էլի կրակոց չկա։ 5 պատերազմը իրենք են վերել մեր գլխին։ Քվեով պատժել այն իշխանությանը, որը իրեն ստել է։ Տիկին Նազարյան, ինչու իշխանությունները քրեական գործ հարուցեցին ամենայն հայոց կաթողիկոսի դեմ։ Դե մենք բոլորս հասկանում ենք, որ այն գործընթացը, որը հիմա տեղի է ունենում եւ արդեն շատերի գնահատմամբ 1 տարի է տեղի ունենում, 1 տարի տեղի չի ունենում։ Դա դեռևս 2018 թվականին, երբ որ ինչ-ինչ ուժերի օգնությամբ փակեցին վեհապար տիրոջ ճանապարհը մեքենայի դեմ, փորձեցին ինչ-որ սադրանքների ենթարկել, ինչ-որ բառեր ասել, վիրավորել եւ այլը, մենք դա տեսնենք 2018 թվականին, երբ որ այն թեժ օրերին բարձրացել էին վերանորոգվող մայր տաճարի գմբեթից ուզում էին խաչը հանեին։ Մենք դա տեսել ենք 2018 թվականին։ Մենք տեսել ենք, որ նոր իշխանություն, որը եկավ 2018 թվականին, ոչինչ չձեռնարկեց այդ մարդկանց դեմ։ Այսինքն մենք չտեսանք քրեական գործ են մարդկանց դեմ կամ ինչ-որ քաղաքացիական կամ ինչ-որ տուգանք, որ խոչընդոտել է վեհապարի ճանապարհը, ընդ որում էական չի դա վեհապարն էր, թե ուղղակի քաղաքացի, եթե դեմը գալիս են փակում են ինչ-որ եւ փորձում են քաշքշել մարդկանց, դա արդեն խուլիգանություն է եւ պատժելի է։ Եվ մենք չտեսանք այդ գործողությունները։ Մենք տեսանք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը իր էջով տարածում է ինչ-որ այլ դավանանքների, եթե չասեմ աղանդավորական, օգտատերերի էջերից գրառումներ։ Մենք տեսանք, որ հրապարակվում է ինչ-որ սուրբ գրքից հատվածներ, որոնք իրականում սուրբ գրքից չեն, այլ խմբագրված է ըստ ինչ-որ աղանդների։ Մենք այդ ամեն ինչ այս տարիների ընթացքում տեսանք, եթե մարդկանց թվում էր, որ դա ուղղակի, չգիտեմ, տգիտությունից է կամ չի ուզում ինչ-որ նեղացնել ինչ-որ մեկին, մարդիկ ովքեր իբրև սատարել են հեղափոխություն կոչեցյալի, ապա դա այդպես չի։ Դա ծրագրի առաջի քայլերն էին։ Մյուս քայլերն էլ արդեն երբ որ դպրոցից հեռացրեցին հայ առաքելական եկեղեցու պատմության առարկան։ Եվ մենք բոլորս դրան ակատնատես եղանք։ Գիտեք, ասում են, եթե չես նկատում սա, վաղը գալու է մի պահ, որ արդեն լինելու է այնպիսի քայլ, որը դու չես կարող չնկատել, բայց այդ քայլերը նախերգանքներ են ունեցել։ Հիմա մենք տեսնում ենք, որ քահանաներին հանում են զինամասերից, հա, մենք տեսնում ենք, որ դա ոչ թե պայքար է մեկ հոգու դեմ, ինչպես իրենք են ասում, կամ մեկ հոգու կամ մի քանի հոգու դեմ, այլ դա պայքար է հենց սուրբ առաքելական եկեղեցու հանդեպ, որովհետև այդ քայլերը հենց դա են նշանակում։ Այն բառերը, որոնք օգտագործում են եկեղեցիների մասին խոսալուց, չգիտեմ, էլ չուլան, էլ չգիտեմ ինչ բառ ասես օգտագործեցին դրա վերաբերյալ։ Ասել նրա մասին, որ այն գրառումները, որոնք իրենք թույլ տվեցին 18+, այո, 18+, մեր արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների հանդեպ։ Այդ բոլորը միասին այն պայքարն է, որը տարվում է սուրբ առաքելական եկեղեցու դեմ։ Եվ այն քայլը, որը արվեց հիմա, դա մյուս քայլն էր, ուղղակի պետք էր պատրվակ, եւ այդ պատրվակ ընդունվեց այդ վեհաժողովը եւ դրան արգելքը։ Եվ դրան էլ նպաստեցին այն մարդիկ, ովքեր այդ ցավում եմ շատ, որ մեր սուրբ առաքելական եկեղեցու հոգևորականների շարքից են իրենք, բայց կարողացան ինչ-ինչ ազդեցության տակ, ինչ-ինչ ճնշումների տակ կարողացան դավաճանել եւ եկեղեցին եւ վեհապար հորը, որտեվ ելի եմ կրկնում, սա խնդիրը անձերի մեջ չէ,
այլ խնդիրը բուն այն գործնեության մեջ է, որը հենց եկեղեցու հանդեպ է տարվում։ Իսկ ինչու՞, որովհետև եթե տեսնեք, sense նայեք ռետրոսպեկտիվ 8 տարվա ընթացքում, բոլոր այն կառույցները, որոնք կարևոր են պետականության համար քայքայվեցին։ Այն կառույցները, որոնք պատասխանատու են ինչ-որ երկրի կառավարելու համար քայքայվեցին ու սարքվեցին ուղղակի կցորդներ վարչապետի գրասենյակի։ Եվ արդեն եկավ այն պահը, որ արդեն այդ ինստիտուտները չեն խանգարում Հայաստանը վերածել ինչ-որ ուրիշ բանի, մնաց վերջինը հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը հայ պահպանության, չգիտեմ, միակն է, որը ունի այդքան պատմություն 1700 տարուց ավել պատմություն, որը որ 1700 տարի պահպանել է մեր ելլեզուն, մեր մշակույթը, մեր ազգային ինքնությունը եւ դա իհարկե խանգարում է այն ուժերին, որոնք Հայաստան տեսնում են որպես Ադրբեջանի կամ Թուրքիայի կցորդ կամ միջանցք նրանց միջև։ Չնայած ես կարծում եմ դա էլ է ժամանակավոր։ Տեսեք, բացի եկեղեցին թիրախավորելուց, քպականները նաև ակտիվորեն հոլովակներ են նկարում, գրառումներ են անում ընտրությունների վերաբերյալ, ընդդեմ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, ինչից են նրանք վախենում ձեր կարծիքով։ Նրանից ինչ որ անխուսափելի է։ Պարտությունից։ Այո, իհարկե։ Որովհետև այն հիստերիան, որը տիրում է վերջի շրջանում, չնայած Ռոբերտ Քոչարյանի դեմ մենք այդ պայքարը տեսել ենք 2018 թվականից սկսած եւ տեսնում ենք առ այսօր դատական գործերով, տարբեր տեսակի կեղտոտ, սուտ, ստահոտ հրապարակումներով այդ գիբրիդային պատերազմը Ռոբերտ Քոչարյանի դեմ, որը իհարկե ավելի վաղ էր սկսվել, բայց շարունակվեց ավելի ուժգին 18 թվականից, մենք տեսնում ենք դա ինչպես է գալիս եւ շարունակվում 8 տարի եւ ոչինչ չի փոխվում։ Դրան ավելացավ Սամվել Կարապետյանի դեմ պայքարը, որը որ ասել էր, որ ուղղակի լինելու է եկեղեցու կողքին եւ թույլ չի տալու եկեղեցու քայքայում։ Մեկը թող հարցնի բան վարչապետին կոչեցալ։ Եթե պայքարը եկեղեցու դեմ չէ, այլ կոնկրետ անձերի դեմ է, ապա ինչու նրանց հավաքական զայրացրեց այդ հայտարարությունը, որը եկեղեցու կողքը լինելու մասին էր։ Սա է խնդիրը։ Բայց նրանք կներեք, բարձրաձայն ասում են, որ ընդդիմությունը ձայներ չունի, ընդհանրապես հույս չկա, որ նրանք ձայն կհավաքեն, ինչ են անհանգստանում։ Ինչ են այդպես անհանգստանում։ Չունի, մի տենց անհանգստացեք։ Իրենք լավ գիտեն իրենց գլխի գալիքը։ Իրենք տեսնում են ժողովրդի տրամադրվածությունը, իրենք տեսնում են, որ ժողովուրդը իրենցից հոգնել է, իրենց ստերից, իրենց կեղծիքներից, իրենց նույն գործանարանը 4 անգամ բացելուց, իրենց խոստումներից եւ չկատարելուց այդ խոստումները։ Ուղղակի հոգնել է ժողովուրդը, որովհետեւ մի բան է խոստում չտալ, մի բան է տալ եւ ոչ միայն չանել, այլ անել հակառակը այդ խոստումին, բայց իրենք այդպես են, չէ՞։ Իրենք տեսնում են, ժողովուրդը տեսնում է, որ նույնիսկ այն մի բանը, որը իրենք այսքան տարում ինչ որ կարողացել էին ինչ որ ասֆալտապատում անել եւ դրանով ժողովրդին ասել, որ այ տեսեք ասֆալտ են կանում, չնայած պետությունը մենք հիշում ենք, չէ՞, որ Արցախում լավ ասֆալտապատում էին անում։ Նույնիսկ 20 թվականից հետո։ Նույնիսկ 20 թվականից հետո, բայց ինչ եղավ այդ ասֆալտի հետ, մենք բոլորս տեսնում ենք, չէ՞։ Նույնը սա է, բայց տարբերությունն այն է, որ սրանք այդ ասֆալտի անվան տակ 8 միլիարդ պարտք են վերցրել։ 8 միլիարդ պարտք են վերցրել եւ հիմա էլ ցանկանում են այդ 8 միլիարդը ավելի կրկնապատկել, սարքել եւս 9 միլիարդ։ Դե այս տարի ձմեռը կարծես իրենց կողմից չէր եւ ձյան հետ միասին հալվեց նաեւ այդ։ Դե գիտեք, ասենք դա միշտ էլ անկանխատեսելի է եւ ինչպես ասում են, իրենք կարող են ցանկացած ծրագրեր ունենալ, բայց իրականությունը այլ է։ Օրինակ, երբ որ խոսում են իրենք նրա մասին, որ դա աղ ենք ցանել, դրա համար են փոսեր գոյացել, բայց նախ ամբողջ քաղաքը խոսում է նրա մասին, որ օրինակ մեզ մոտ ոչ մի աղ չեն ցանել, բայց ասֆալտը չկա եւ մյուս քայլը ասել էին, որ այդ մեր սարքած ճանապարհները չի քանդվում, այլ քանդվում է
նախկինում սարքած ճանապարհներ, բայց դա էլ ժողովուրդը տապալեց այդ միֆը, որ ցույց տվեցին, որ 6 օր առաջ արած աշխատանքը ինչ վիճակում է գտնվում եւ ոչ միայն կես տարի առաջ արածը եւ այլը։ Եվ մյուսը դա Ռոբերտ Քոչարյանի բարեկամներն էին, որ սաբոտաժ էին ենթարկում եւ թույլ չեն տալիս, որ փողոցները սարքվեն, դա էլ հերքվեց եւ պարզա, որ դա էլ է սուտ։ Մյուսը ես սպասում եմ, որ ասելու են, որ ժողովուրդն է մեղավոր, որ վատ է քայլում, վատ կոշիկներով է քայլում, կամ վատ է քշում, կամ վատ անվադողեր են մեքենաների վրա, ինչ որ սուրբ շերով, դրա համար են քանդում այդ ասֆալտ կոչեցալը, բայց իրականությունը այլ է։ Այսօր համացանցում տեսա հրապարակել էին այն սալիկները, որով սալիկ կապատում են փողոցները, այդ սալիկների հաստությունը այսքան պետքա լինի։ Ну, գիտենք, չէ, սալիկները, բետոնից թափած սալիկ։ Սալիկի հաստությունը այսքան էր։ Որ այսենց նույնիսկ եղունգով այսպես բարձրացրեց, դուրս եկավ այդ սալիկը։ Էսա խնդիրը։ Երեք համացանցում եք ինձ գրել էր, որ հավանաբար աղը ի սկզբանե խառնում են ասֆալտի հետ, նոր են փռում ասֆալտ, դրա համար էլ էսպես է լինում։ Սա է։ Փաշինյանը նաև ասում է, որ 2026-ի ընտրություններով վերջ կդրվի օլիգարխիային, օլիգարխներ չեն լինելու։ Նույնը կրկնում էր նաև 2018-ին, սակայն դրանից հետո նրանց թիմին միացավ ամենահայտնի օլիգարխներից մեկը Խաչատուր Սուքիասյանը։ Այո։ Այս տարի նա կարծես թե չկա ԿՊ-ի ցուցակում։ Դրա համար են կրկին լծվել օլիգարխների դեմ պայքարին։ Ժողովուրդը պետքա որ հասկանա, ինձ թվում է, որ բոլորը հասկանում են, որ ընդհանրապես էական չէ, այդ օլիգարխի ցուցակում կա թե չկա, կամ կոնկրետ այս օլիգարխը կա թե չկա։ Կան աֆիլիացված ուժեր, կան աֆիլիացված կերպարներ, որոնք այսպես թե այնպես կապի մեջ են գտնվում նույն ձեր նշած օլիգարխի հետ, ուրիշ օլիգարխների հետ։ Եվ դա մենք այս քաղաքում ենք ապրում եւ ոչ մի օր եւ ոչ երկու օր եւ բոլորին էլ ճանաչում ենք այսպես թե այնպես իրենց անցած ճանապարհով, իրենց շրջապատով եւ գիտենք, որ էական չէ օլիգարխները ցուցակի մեջ կլինեն, թե չէ էականը, թե ինչքան իրանք կվճարեն ընտրությունների համար։ Մենք գիտենք, չէ, ինչպես են ծառայել որոշ բանկեր, օրինակ քաղաքի ընտրությունների ժամանակ մենք գիտենք, որ մարդկանց հաշիվներից, օգտահաշիվներից գումարներ էին փոխանցվում քաղաքապետարանի ընտրության եւ մարդիկ ընդհանրապես տեղյակ չէին, որ իրենց հաշվից 400,000 դրամ օրինակ գումար է փոխանցվել X ուժի ընտրությունը, X-ը գիտենք ովքեր։ Նույնը հիմա է լինելու, այսինքն օլիգարխի ցուցակում լինել չլինել ընդհանրապես էական չի։ Ուղղակի դա իրենց տալիս է հնարավորություն ասել, որ այ մեր ցուցակում օլիգարխ չկա, ընդհանրապես կապ չունի։ Այսինքն ցուցակում չեն ներառում, պայքարում են նրանց դեմ, բայց օգտվում են իրենց ծառայությունից։ Տվյալ կերպարը ընդհանրապես ուզում է լինել ցուցակում, թե չի ուզում։ Գուցե չի ուզում։ Գուցե։ Տիկին Նազարյան, 2021-ին էլ խոսում էին խաղաղության մասին, ասում են, եթե նախկինները գան, պատերազմ է լինելու։ Ամբողջ քարոզարշավը կառուցել են խաղաղություն բառի շուրջ։ Հիմա ինչով են վախեցնելու ժողովրդին, խաղաղություն նրանք բերել են։ Դե եկեք սկսենք այն բանից, որ ներվի միակ ղեկավարն են իրենք, միակ կառավարությունն են, միակ իշխանությունն են, որի օրոք Հայաստանը տեսավ 5 պատերազմ։ 5 պատերազմ։ Եվ 5 պատերազմը իրենք են բերել մեր գլխին։ Հա? Եթե խոսում ենք նրա մասին, թե ինչպես է ով է բերում պատերազմ, հա? Իրենք 5 պատերազմ են բերել մեր երկրի գլխին։ 21 թվականին այդ վախերով վախեցնելով իհարկե ժողովուրդը շատ ծանր ապաթիա էր տանում 20 թվականի պատերազմից եւ պարտությունից հետո, պարտադրած իմ կարծիքով պարտությունից հետո։ Եվ պարզ ու բնական էր, որ այդ վախը, այդ
խուսափել ընդհանրապես այդ բառը ընդհանրապես չցանկանալ լսող ժողովրդին շատ հեշտ էր մանիպուլացնել, մանավանդ եթե գործում են մարդկանց հետ, որոնք ունեն շատ փայլուն անցած ռազմական ուղի եւ ճանապարհ եւ այդ ճանապարհը անցնելուց ապացուցած հաղթանակած ճանապարհ ունեին եւ համոզել, որ գիտեք, սա կբերեն պատերազմ, գուցե եւ հնարավոր էր։ Չնայած այդ ժողովուրդը նաև հասկանում էր, որ մարդիկ պատերազմները հաղթել էին, ոչ թե պարտվել։ Բայց համենայն դեպս կարողացան դա օգտագործել։ Կարողացան դա այնպես ներկայացնել, որ ժողովուրդը վախենա, ասի, վայ, դե լավ, ավելավ է չգնամ ընտրություններին, կամ գնամ իրենց ընտրեմ, թող գոնե սենց մնա, բայց մենք դրանից հետո տեսանք քանի պատերազմ։ Այդ դեպքում մենք տեսանք ջերմուկի իրադարձությունները, չէ՞։ Մենք տեսանք, որ առանց ոչ մի պատերազմ մարդը հողեր, գյուղի կես, շուրնուխի կեսը, կիրանցի կեսը, ծառ կտնգենք չենք տենա, չգիտեմ ինչ։ Այսինքն այդ ամեն ինչը կատարում է եւ զուգահեռ պատերազմ մենք 2022 թվականին, չէ՞, ունեցանք ջերմուկի դեպքերը, երբ որ եւ վերին շորժա, եւ ջերմուկ, եւ տարբեր, եւ մենք ունեցանք տարբեր տվյալներով մամուլում հրապարակված 200-ից ավել զոհ եւ դա իրողություն է։ Այս ամեն ինչը տեսնելով ժողովուրդը այլևս չեն կարող իրենք այդ խոսույթը օգտագործել, որ կգա պատերազմ կբերեն, պատերազմի կուսակցություն, որովհետեւ պատերազմի կուսակցությունը հենց իրենք են։ Հենց իրենք եկան հայտարարեցին Արցախը Հայաստանը եւ վերջ։ Մի քանի տարի հետո ասեցին Արցախը Ադրբեջան է եւ վերջ, բայց այդ արանքում կարողացան այդքան զոհեր տալ, այդքան հաշմանդամ ստեղծել։ Մի ամբողջ սերունդ անջատել եւ հանել այս երկրի դեմոգրաֆիկ վերարտադրության հարցում։ Իրենք խափում են, խափել են եւ խափելու են եւ անելու են ճիշտ հակառակը։ Իսկ խաղաղություն խոսույթը խաղաղություն, մենք այսօր չունենք խաղաղություն։ Խաղաղությունը գիտեք երբ է։ Երբ որ երկու կողմը հավասար պայմաններում են գտնվում եւ հավասար պայմաններ են իրար դեմ ներկայացնում եւ ստանում։ Մենք այսօր ունենք միայն հրադադար, այն էլ հիմնված Ալիևի բալի կամքի վրա, որ եթե ինքը ուզի այդ հրադադարը դադարի, կդադարի։ Բայց տեսեք, մարդիկ կան, օրինակ, պայմանական ասեմ սահմանից մի քիչ հեռու գյուղերում, որ այդ պայթյունի, այդ կրակոցների ձայնը երբեք չեն լսել, ու հիմա այսօր օրինակ ունեն ասֆալտ, եւ ասում են, մենք ասֆալտ ունենք, էլ ինչ խաղաղության մասին է խոսքը, խաղաղություն է, էլի կրակոց չկա։ Այդ մարդկանց ինչ կասեք։ Իմ կարծիքով քաղաքացիական պայմանագիրը շատ թիրախային կետերին կարողանում է գտնել եւ գոնե թիրախային կետերի տեղը գիտի։ Գիտեք, որն է խնդիրը։ Նախ սկսենք նրանից, որ այդ բոլոր այդ խոսույթները, որոնք տարածվում են, դա ամբողջ ժողովրդի խոսույթ չէ։ Միանշանակ, այո։ Դա իրենց կողմից ընտրած պրոպագանդայի մեխանիզմներ են, որոնք իրենք գործածում են։ Ցավում եմ, որ ժողովրդի մանավանդ Հայաստանից դուրս գտնվող հայերը սփյուռքը դիտում է այդ հրապարակումները, տեսնում է այդ մարդկանց եւ շատ sense տխրում են, որ բայ դե այս վիճակն է, այդ վիճակը չի։ Իրականում ժողովուրդը տենց չի մտածում։ Ժողովուրդը մտածում է, որ իրենք շատ լավ հասկանում, նախ իրենք տեսնում են այս ասֆալտը, որին 8 միլիարդ պարկ ենք վերցրել ասֆալտ ենք սարքել, չնայած 8 միլիարդով կարելի է Հայաստան մի քանի տակ ասֆալտա պատել, բայց դե ոչինչ։ Իրենք շատ լավ գիտեն, որ դա այդպես չի, որ խաղաղությունը պայմանավորված չի, դա քո տան մեջ են կրակում, թե կողքի գյուղում, թե մի քիչ հեռու։ Այսօր մենք տեսնում ենք, որ Վարդենիսում, որը սահմանի Վարդենիսից 50 կիլոմետր հեռավորության վրա եղել, հիմա հենց այդտեղ է սահմանը։ Եվ այդ չէ որ դա փոխվել է Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Այդ 50 կիլոմետրը մոտեցել է Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Այսինքն սահմանից մի քիչ հեռու ապրողը կարա պատկերացնի իր հետ ինչա լինելու։
Եթե դու ապրում ես Կիրանց գյուղում ու քո գյուղի կեսը, ասում են, չէ, դա իրանցն է, եւ այդ գործընթացը չի ավարտվել, որտեվ Նիկոլ Փաշինյանը ամեն պատեհ, անպատեհ պահերին ասում է նրա մասին, որ դեռ պետք է լինի սահմանազատում, դելիմիտացիա, դեմարկացիա պետք է լինի, հա? Այսինքն դու դեռ վստահ չես այդ դելիմարկացիա, դելիմիտացիա ընթացքում դու որտեղ ես գտնվում։ Իսկ եթե չի եղել, դեռ պատրաստ չի, դեռ դեմարկացիա, դելիմիտացիա չի եղել, ինչի՞ց է ինքը որոշել, որ Սյունիքի 21 կիլոմետր մայրուղին արդեն մերը չի։ Ինչի՞ց է որոշվել, որ Կիրանցի կեսը մերը չի, Շուռնուխի կեսը մերը չի։ Դե ասում է այդտեղից ենք սկսել սահմանազատումը։ Դե գիտեք ինչ կա, բայց սկսել եք դուք որտեղ է այդ փաստաթուղթը, Հայաստանն է այդ փաստաթուղթը։ Հայաստանի Հանրապետության սահմանները փոխելու իրավունք կա միայն սահմանադրության սահմանված միջոցով։ Դա կոչվում է հանրաքվե։ Որ ժողովուրդը պատրաստ է, բայց ինքը առանց այդ հանրաքվեի դա արեց։ Այսինքն լսել է կրակոցը, թե չի լսել, Երևանում մենք կրակոց չենք լսել։ Ու ինչ։ Ասենք Երևանում չենք կրակում, ասֆալտն արել, ճիշտ է, չենք կարող ասենք, որտեվ ասֆալտը գնաց ձյան հետ միասին, բայց ինչ որ մի բան, չգիտեմ, դաժե չգիտեմ ինչ ասեմ, այդ մենակ այդ դժբախտ ասֆալտներ, որից որ ոչինչ էլ չմնա։ Բայց դա այդպես չի։ Այդ ինչ որ դուք ասեցիք, որ ասում են այն մյուս գյուղում չեն լսել, դա իշխանական պրոպագանդայի թեզեր են, որոնք տարածում է ոչ թե ժողովուրդը, այլ իրենց հենց պրոպագանդիստներով։ Իսկ կարող ենք ասել, որ մարդկանց կենցաղը այնքան են դժվարացրել, ամեն ինչ թանկացնելով, ամեն ինչ դժվարացնելով, որ մարդիկ նույնիսկ ժամանակ չունեն ու ռեսուրս չունեն մտածելու այդ ամեն ինչ քաղաքականության, արտաքին քաղաքականության եւ այլնի մասին։ Գիտեք, ժողովուրդը իր ամբողջ կազմով, մեծամասնությամբ պարտավորել չի զբաղվի քաղաքականությամբ։ Միանշանակ, այո։ Ժողովուրդը կա միայն մի մեխանիզմ ունի, դա ընտրությունն է։ Ընտրություններին գնալ եւ քվեով պատժել այն իշխանությանը, որը իրեն ստել է, խաբել է եւ գցել այն վիճակի մեջ, որում ինքը հիմա գտնվում է։ Մենք ունեցել ենք 1998-ից 2008 թվական Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների օրոք հոսանքի գնի 1 լումայի տատանում չի եղել։ 10 տարի եղել է 25 դրամ։ Այդ 25 դրամ գիտեք ինչ է նշանակում։ Ոչ միայն քաղաքացու համար դա կարևոր էր, որ 25 դրամա միշտ 25 դրամ, այլ արտադրողի համար, բիզնեսի համար, էկոնոմիկայի համար։ Ինչի, որովհետև կանխատեսելի էր, որովհետև մարդիկ ինչ որ մի բան ձեռնարկելուց հասկանում էին, որ մի տարի հետո էլ են այդքան հոսանքի համար վճարելու, 2 տարի, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Դրա համար էլ մենք տեսանք կայուն տնտեսություն, պատճառներից մեկը նաև դա էր։ Բայց հիմա մենք ոչ մի բան չգիտենք ինչ կլինի, եթե ատոմակայանը փակեն, այդ մոդուլային հայտնի չի, նույնիսկ Ամերիկայում դեռ լիցենզավորված չի, կառուցեն թե չեն կառուցի, եւ ինչքան կլինի հոսանքի գինը։ Ասում են հիմա հնարավորություն կա գինը իջացնելու, բայց այո, ասում են, բայց չեն անում։ Ինչի չեն անում։ Ասում են, որպեսզի հետո նորից չթանկացնեն, կայուն չի գինը։ Այո, կայուն չի գինը, որովհետև կայուն չի իշխանությունը, որովհետև իշխանությունն է, որը ոնց ասեմ, իրենք ունակ չեն, ուղակի, հա։ Չէ, ասենք թե եթե ինչ որ մարզի կա, որը որ մասնակցում է ինչ որ մրցավազքի, այդ մարզիկը պետք է մարզված լինի, պետք է իմանա այդ ոնց են վազում այդ ճանապարհը, որ օրինակ այդ մարաֆոնսկի բեգ, այսպես ասած, վազքը կարողանա հաղթահարի։ Եթե ինքը մարզված չի, ինքը ի վիճակի չի։ Եվ այդ վազքի ժամանակ ինքը նայում է աջ, ձախ, հետ անգնում, առաջ անգնում, մեկին բարևում է, մեկին չգիտեմ ինչ ասում, ինքը չի հաղթահարելու այդ ճանապարհը։ Հիմա սա է, եթե դու տեսնում ես այս ձևի մարզիկ, դու հասկանում ես, որ այս մարզիկը ճանապարհ չի հաղթահարելու։ Դրա համար ունակություններ են պետք։ Չէ՞ որ օրինակ ես չեմ գնում
ինչ է դրան, ֆիգուրնի կատանյով չեմ զբաղվում, որտեվ ունակ չեմ դրան եւ համապատասխան չեմ։ Բայց ինքը հենց դա է անում։ Ինքը փորձում է դա անել, ինքը գիտի, որ ինքը չի կարող անում։ Նիկոլ Փաշինյան գիտի իր իշխանությունը, գիտի ամեն ինչ իրենք գիտեն։ Ուղղակի պետքա այդ աթոռից պինդ կպած մնալ, որպեսզի չկորցնել իշխանությունը։ Տիկին Նազարյան, դուք ձեր խոսքում մի քանի անգամ նշեցիք 8 միլիարդ արտաքին պարտքի մասին։ Այո։ Եվ այս իշխանությունը իր տնտեսական աճի մասին այդ փայլուն հայտարարությունները միշտ անում։ Ինչու այդ հայտարարությունները չեն արտահայտվում քաղաքացու կենսամակարդակի իրական բարելավմամբ։ Որտեղ է ծախսվում այդ 8 միլիարդը ըստ ձեզ։ Գիտեք, սկսենք նրանից, որ այդ իրենց ասած փայլուն հաջողությունները շատ հստակ պատկեր ունեն։ Երբ որ դուք նայում եք 1000 խոշոր հարկատուների ցուցակին, դուք շատ լավ հասկանում եք, որ եթե հեռախոս արտահանողից է, դա աշխատատեղ չի ստեղծում։ Դա աշխատավարձ չի բարձրանում։ Եթե դա տոտալիզատորներ են, խաղարկային, հա, այդտեղից է գանում այդ գումարը, այդտեղ էլ աշխատատեղեր չեն ստեղծվում։ Այդ գումարը չի ստեղծում հավելյալ արժեք։ Այդ գումարը չի ներդրվում տնտեսության մեջ։ Այդ գումարը չի զարգացնում արդյունաբերությունը։ Այդ գումարը ուղղակի թիվ է։ Եվ եթե դա թիվ է, դա ոչ մի ձև չի անդրադառնում կենսամակարդակի վրա։ Կենսամակարդակի վրա անդրադառնում է, երբ որ աշխատատեղեր են ստեղծվում։ Ընդ որում մեր ժողովուրդը շատ բարձր մակարդակի կրթություն ստացած ժողովուրդ է դեռ սովետական տարիներից։ Շատ չէ որ օրինակ որ նայում եք ուրիշ սովետական պետությունների հետ, մեր մոտ ավելի բարձր տեխնոլոգիաներն էր զարգացած, ավելի լուրջ տեխնոլոգիաներն էին զարգացած արդյունաբերական, եւ դա փաստ է։ Դա փաստ է, սկսած նայրիտից վերջացրած ինչով ուզում եք։ Բայց մենք հասկանում ենք, որ այդ ժողովրդին աշխատանք է պետք, ոչ թե գնալ չգիտեմ, ես դաժե չգիտեմ տոտալիզատորում ինչ են աշխատում։ Մենակ այդ գրասենյակներում նստեն գրանցեն ով ինչքան գումար է ստավկա անում, հա, խաղադրույք անում։ Էտա Երևի։ Դե դուք պատկերացրեք այդ գումարները, տրիլիոնները, այդ նենց թվերը, որ արդեն արտասանելու էլ չի այդ թվերը։ Էտա առաջի տասնյակ։ Առաջի հարյուրյակը, առաջի հազարյակը։ Դա նշանակում է չկա աշխատանք։ Դա նշանակում է չկա կենսամակարդակի բարձրացում։ Դա նշանակում է այն պարենական անհրաժեշտության ապրանքների թանկացում, որովհետև չկա այդ ոլորտում ներդրում։ Օրինակ վերամշակող ինչ որ մի բան, հա, գործարան։ Օրինակ, չգիտեմ, այն ինչ որ կարող է այս երկրի բարիքները մարդիկ դա ժամանահասարակ գնան անտառից այդ մոշն ու մալինան հավաքեն, բերեն հանձնեն մթերման եւ այնտեղ ինչ որ մի բան արտադրվի, իրենք էլ աշխատեն։ Հասկանում եք։ Չկա, դրա համար էլ չի անդրադառնում, որովհետեւ միայն սպասարկման ոլորտը, ասենք, ռեստորանային, հյուրանոցային եւ այլ, չնայած մենք ռեստորանայինն էլ տեսնում ենք կտրուկ կրճատում, հա, այս վերջի տարիներին։ Եվ հարկային դաշտի պատճառով եւ հարկային մարմինների աշխատանքի պատճառով երևի ենթադրում եմ, բայց դա էլ չի ստեղծում այն աշխատատեղը, որը որ անհրաժեշտ է, որպեսզի մենք տեսնենք աղքատության շեմի անկում, որպեսզի մենք տեսնենք մարդկանց մակարդակի, կյանքի մակարդակի բարելավում, որպեսզի մենք տեսնենք զարգացում տնտեսության, մենք դա չենք տեսնում։ Այդ տոքսիկ ոլորտներից մուտքը եւ նաեւ այդ պարալելնի էքսպերտ, այսպես ասած, որն էլ մենք հասկանում ենք, որ դա շատ կարճ կյանք ունի, եւ դա այդ պարագայում մեկ էլ պետք է պատասխան տան, եթե դա այդպես է, ապա ինչու եք մեր արտաքին պարտքը, չէ, մեր պետական պարտքը կրկնապատկել 8 տարում վերցնել 8 միլիարդ դոլար
եւ հիմա էլ փորձել փաթաթել եւս 9 միլիարդ պարտքի պատմություն մեր ժողովրդի։ Ուսին ինչի պետք է ժողովուրդը վճարի 9 միլիարդ նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը իրեն գովազդի նախընտրական հոլովակ Վենսի հետ նկարի։ Ինչի համար։ Տիկին Նազարյան, եւ վերջում կխնդրեմ կոչով դիմել մեր ժողովրդին կամ գուցե խնդրանքով, ինչպես կցանկանաք։ Գիտեք, ես այնքան շատ եմ մարդկանց հետ շփվում եւ հստակ գիտեմ իրենց կարծիքը։ Ես տեսնում եմ իրենց հոգնածությունը։ Ես տեսնում եմ, որ իրենք ուզում են աշխատանք, իրենք ուզում են բարեկեցիկ կյանք, իրենք ուզում են խաղաղություն, իրենք ուզում են կայուն միջավայր, ոչ թե այսօր մեզ մի գրպանից մյուսի գրպանը գցելը, պետությունը սարքել մի հատ sense ինչ որ, չգիտեմ, մանյովրներ անել պետության հետ, ինչպես դեղին մամուլի լրագրողի սովորություններ էս մեկից այն մեկին ինչ որ մի բան գրել, դրա դիմաց ինչ որ բան ստանալ, հետո այն մեկի դիմաց գրել այն մեկից մի բան ստանալ եւ այլն։ Դա տեսակ է։ Եվ մեր ժողովուրդը դա շատ լավ տեսնում հասկանում է։ Միակ բանը, որը կուզենամ, որ չչալարեն, պետք չի ոչ մի բան անել, մենք պետք է գնալ ընտրությունների։ Պատասխանատու գնալ։ Տեսեք, նույնիսկ չեմ ասում ում ձայն տան։ Իրենք իրենց իմացածով թող ընտրեն։ Ընտրեն փորձը, ընտրեն վստահությունը, ընտրեն այն ինչ որ իրենց կյանքով մեկ ապացուցվել, տեսվել են, հասկացել են, որ դա ինչպես են իրենք ապրել եւ ինչպես կարող են ապրել։ Սա է միակը։ Գնալ ընտրությունների։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։